Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Հարցազրույցի տաղավարում այսօր զրուցել եմ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։ Պարոն Ղևոնդյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ։ Պարոն Ղևոնդյան, վստահ եմ հետևում եք նախընտրական քարոզարշավին, ինչպես է ընթանում եւ ինչպես են դիրքավորված ուժերը ձեր մասնագիտական գնահատականը։ Նախ քարոզարշավը վաղուց է սկսել, ֆորմալիզացիան մի քանի օր առաջ էր ընդամենը։ Ես կարող եմ ասել, որ առանձին ուժեր իդեմս գործող իշխանության մոտ 2 տարի է քարոզարշավ իրականացնում, տարբեր դրվագներով, տարբեր ձևերով, բայց առաջի տերակատարի մակարդակով կոնկրետ վարչապետի մասն եմ խոսում։ Ինչ վերաբերում է քարոզարշավի բուն process-ին, շատ ակտիվ, շատ դինամիկ, եթե դետալիզացիա անենք խոսքերի, կուլտուրայի, մշակույթի տեսանկյունից, բացառապես երկրորդ նախագահի թիմից Հայաստան դաշինքից եւ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանից, Ծառուկյանից եւ Թաթոյանից կա մի տեխնացու, որ ատելության խոսք է տարածում։ Այդ գործող վարչապետն է։ Ընդ որում, եթե վերլուծության ենթարկենք խոսքի բովանդակությունը, դա դրվագային չի։ Այսինքն դա հանրային տեքստերի ժամանակ է եւ այսպես կենցաղային տեքստերի ժամանակ է։ Դա խնդիր է։ Մյուս կողմից այս process-ի մեջ հստակ տեսանելի է գեոպոլիտիկ գիծ, հա։ Հակառուսականության տեսքով, Եվրոպայի հետ կապված օրակարգերի տեսքով եւ կոնկրետ գործող վարչապետի պարագայում ես հաճախ եմ օգտագործում այդ ձևակերպումը կաշառք քաղաքացում պրոյեկտի տեսքով, ինչի մասն եմ ես խոսում, դա տեսքով է կաշառքը։ Կաշառքը սկսել է վաղուց, սկսել է հունվար ամսից, ծառայության ժամկետի կրճատման process-ը, նախագիծը օրենք արդեն պետք է գործարկվեր սեպտեմբեր ամսին, այս ընթացիկ տարվա սեպտեմբերին գործարկվեց հունվարից։ Հիշում եք թոշակառուների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը թոշակների բարձրացման 10,000 դրամների նկատմամբ, այո, հիշում եք շատ այսպես էլեկտորալ առումով խնդրալույց իրավիճակ ստեղծեց, հետո բյուջեն հաստատելուց հետո, հասկանում եք, բյուջեից դուրս է այդ գումարը գալիս, հարց առաջանում որտեղից։ Գտան եւ սկսեց այդ քննարկումը, պարտադիր ապահովագրական է, որը սոցիալական տարբեր շերտերի մոտ դրական էմոցիաներ է այնուամենայնիվ բերում, խաղաղության օրակարգի տարբեր էլեմենտները, ես չեմ խոսում պետության կողմից վերահսկելի մեդիաների կողմից fake լուրերի, մոնտաժված լուրերի տարածմամբ եւ այլն, բայց ինչ եմ նկատել կոնկրետ վարչապետի այդ քարոզարշավի ընթացքում, չնայած Հայաստանում տոտալիտարիզմին բնորոշ վախի մթնոլորտ են փորձում սերմանել ամենատարբեր մակարդակներում, քաղաքապետարանից, համայնքային կառույցներից, բուհերից, իդեպ պետական կառավարման համագարում, բայց մարդիկ փողոցում ընդդիմանում են ու շատ սուր հարցեր են տալիս։ Սկսած արտիքի սովորական տաքսիստից բուհերի վրա ես ուզում եմ առանձնահատուկ կանգ առնենք, դուք դասախոսում եք Երևանի պետական համալսարանում, ինչ ճնշման մեխանիզմներ են կիրառում, որովհետև հստակ ներսից եք եւ ականատես եք։ Ընդհանրապես քաղաքական օրակարգի մասին ես տոտալիտարիզմի գնացող ասեցի, այսինքն հստակ քաղաքական թեմաներով կան տաբուներ, որով մարդիկ ընդհանրապես չեն զրուցում, ավելին ասեմ կա վախի մթնոլորտ, բայց դա ասել որ պարտադրված է չի, մարդիկ կամովին են ընտրում չմտնել դրա տակ, առանձին մարդիկ իհարկե էլի։ Զգուշանալով։ Այո, զգուշանալով, որովհետև նաև իրավական գործիքակազմը այնպիսին է, որ շատ հեշտ մեխանիզմներ են ստեղծել մարդկանցից ազատվելու առումով, այս անգամ առանց խնդրալույս դատական process-ների, հա։ Վերադառնանք ուրիշ դաշտ, ինչ ենք տեսնում կենցաղում։ Սովորական մարդիկ ընդդիմանում են, փողոցում, բակում, կանգառում, մետրոյում, հա։ Ու դա հետաքրքիր է։ Օրինակ երբ բողոքում են քարտեզի չափից։ Այո, երբ որ այդ ֆլայերները բաժանում են եւ գործող վարչապետը մորտենում է, փորձում է խոսել եւ այլն, ոչ միայն մերժում են, չեն վերցնում, այլև հակադրվում են, երբեմն քննադատության են ենթարկվում, օրինակ ես երեք դիտում էի քարոզչության process-ի մի քանի դրվագ, մի տարեցկին ասես մի վախեցի Ալիևից եւ այլն, հասկանում եք, ինչքան ստորացուցիչ է, երբ որ տարեցկինը ում անվտանգության երաշխավորը պետք է լինի գործող վարչապետ, ասում է մի վախեցի Ալիևից եւ այլն, հա։ Հետո ասում են մի փոքրացրու պետության չասել։ Այո, մի փոքր, այդպեսի շատ դրվագներ են եղել։ Կարելի է ընդհանրապես ծաղկակաղ անել ու տեսնել թե ինչպեսի պատվարժան քաղաքացիներ կան եւ այնպես չի որ մարդիկ ուլ են տալիս շատ բաներ, ինչ որ իրաց մատուցում են, հա։ Այդ տեսանկյունից ասել որ Բայց մասնավոր դեպքերին կանդրադառնում, իսկ եթե ընդհանուր առմամբ էլեկտորալ տրամադրությունները փորձենք հասկանալ։ Հենց այդ է ուզում ասել, ասել որ ելքից ընտրությունների։ Ստաբիլ առումով մոտավորապես մի 23-25% իհարկե իրանք ունեն, բայց այն ռեսուրսի համեմատ ինչ որ վարչական ես հեսա կդետալիզացնեմ։ Ստաբիլ գործող վարչապետը ունի այդքան, հա,
ասել, որ նվազում է ռեյտինգը, չէ, ամենևին ես այդպես չեմ կարծում, բայց իր ռեյտինգը պատմական մինիմումի մեջ է։ Այսինքն, եթե մենք համատում ենք նախորդ ընտրություններում, այս ընտրություններում իր ռեյտինգը պատմական մինիմումի մեջ է։ Եվրոպական այս վերջի իրադարձությունները գալիք այս մայիսի 28-ին միջոցառում են կազմակերպելու հրապարակում չեմ կարող ասել զորահանդես կամ շքերթ, դրանք բոլորը էլեկտորալ պլյուսներ են գործող իշխանության համար։ Այստեղ խնդիրը հետևյալն է, ինչքան են ծախսում, ինչքան ջանք են գործադրում եւ ինչ են ստանում, հա։ Հետեւաբար հստակ հասկանալու համար պետք է համեմատենք, հա, գործող վարչապետի ԿՊ-ի, Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան Դաշինքի այսպես հարաբերակցությունը։ Իհարկե աննախադեպ ծավալի գումար ԿՊ-ն է ծախսում, վարչական ռեսուրս ունի եւ այլն, հաճախ մարդիկ չեն ասում իրականում ում են ընտրելու։ Կարող են գնան այդ միջոցառումներին, բայց իրականում ընտրեն այլ սեգմենտի, որտեղ նաև բարոյական, նայեք, Նիկոլին ընտրելը հասարակության մի շերտի մոտ վիրավորական էլեմենտ է։ Անկամ երբ որ դու ասում ես դու Նիկոլական ես կամ դու իրան ես ընտրելու, իրանք վիրավորում են դա անձնական հարթություն տեղափոխելով։ Երիտասարդության մոտ առհասարակ չկա այդպիսի ընկալում, բայց կոնցերտները, որոնք իրեն կազմակերպում են, հա, դրական էֆեկտ այնուամենայնիվ ունենում են, հա, մթնոլորտի փոփոխման տեսանկյունից, հա։ Իհարկե այդ համերգների էֆեկտը պետք է գնահատել չափել եւ դա ընդդիմադիրները պետք է անեն, որովհետեւ կոնտր այսպես մոտեցումներ որթեգրեն, հա։ Հին ձևի PR-ը չի աշխատելու, հա։ Այն հինը որն է դասական PR-ը ու հիմա իդեպ ձեր գրառումներից մեկը կարդացի, ասում եք գնացեք տնետուն, մտեք, հետները հասարակ խոսեք, այսինքն դուք գտնում եք, որ մեր ընդդիմադիր առաջնորդերին շրջապատում են միջազգային այսպես PR-շիկներ, ովքեր լավ չեն ճանաչում մեր հասարակությանը։ Անձնական շփումներ են պետք։ Այդպես եմ հասկացել։ Անձնական շփումներ են պետք։ Քաղաքացու հետ պետք է խոսել, բացատրել։ Գիտեք ոնց, միշտ չի որ լուրեր նայում են, այս ձեր լուրերը կամ մարդիկ հնարավորություն ունեն տարբեր ցանցային ռեսուրսներից ինֆորմացիա ստանալ։ Միշտ չի որ մարդկանց անհրաժեշտ ճիշտ բառապաշարով բացատրվում է, թե աղետը ինչա լինելու հունիսի ընտրություններից հետո, եթե գործող իշխանությունը մնա։ Իրանց պարզ, հոդաբաշ բառապաշարով ազգային, պահպանողական, ժողովրդական լեզվով պետքա բացատրել խնդրի էությունը ինչում է, առաջին ելակետային տեքստը պետքա լինի հետևյալը. մենք իշխանության համար չի, որ առաջադրվում ենք, մենք առաջադրվում ենք գործող վարչապետի թերքահաճո, թերքաֆիկացման process-ին դեմ, այդ ելակետից պետքա խնդրին մոտենալ։ Դե ոչ թե այն ելակետից, թե ով քանի տոկոս քաղաքի եւ քանի աթոռ այնտեղ կզբաղեցվի։ Պարոն Ղևոնդյան, քանի որ ասացիք թրքացում եւ այլն, նման մի թեզ արդեն լսել եմ, կարծես Հայաստան Դաշինքը այդ թեզն է փորձում առաջ տանել, ասում է ընտրությունը Հայաստանի եւ Արևմտյան Ադրբեջանի միջև է։ Սա աշխատող կարգախոս է եւ արդյոք հասարակությունը ընկալում է այս կարգախոսը։ Դա ոչ թե կարգախոս է, իհարկե իրանք օգտագործում են որպես կարգախոս, բայց դա փաստ է, դա իրականություն է լինելու, հա։ Իրական Իրականում եկեք հասկանանք, թե որ պետության եւ ինչ ղեկավարներ եւ ինչ չինովնիկներ են աջակցում գործող վարչապետին, հա։ Հական Ֆիդանն է աջակցում, հա։ Թուրքիայի ղեկավարներն էին աջակցում, Ալիևն է աջակցում։ Դրանից առավել մենք պարզապես աջակցում ենք մեր մեկնարկած խաղաղության օրակարգին, ոչ թե անձնապես Փաշինյանին։ Իդեպ Բայրամովն էլ վերջերս ասում է այն ռևանշիստ ուժերը, եթե հիմա ընտրությունների արդյունքներով կան, նույն տեքստեր ասում։ Լավ հետևանքներ։ Այդ նույն խաղաղության օրակարգի կես թեզերը վաճառելու տեսանք ու մասնակցում աստրին քարոշչական process-ներին, որպեսզի իրենց համար հարմար տեխնացու լինի, որպեսզի կարողանան ստանան այն, ինչ որ կարող են եւ ինչ որ ուզում են, հա։ Ակնհայտ է, չէ՞ որ գործող վարչապետը բանակցող չի։ Ակնհայտ է, չէ՞ որ պարտությունների լուրջ կենսագրություն ու ժամանակագրություն ունենք, չէ՞։ Ես որևէ բառ չեմ ավելացնում, ես փաստերի մասն եմ խոսում։ Թվերով կարող ենք արձանագրել, թե ինչքան պարտություններ են գրել եւ ինչ ձախողումներ։ Հիմա բոլոր հակադիր պետությունների խնդիրը որն է, որ Հայաստանի ղեկավարը թույլ մարդ լինի, ումից հնարավոր է փոկել ավելին եւ հատկապես Հայաստանը վերցնել ներսից, այդ թվում նաեւ այս հարթակում բազմաթիվ անգամ ասվել է, խնդիրը ոչ թե պատերազմի վերսկսումն է լինելու, որտեղ որպեսզի պատերազմ սկսի, պետք է լինի գեոպոլիտիկ կոնսենսուս նաեւ, հա, այսինքն Միացյալ Նահանգներ, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Եվրամիություն եւ այլն, Թուրքիա։ Այլ կարելի է Հայաստանը ներսից վերցնել գործիքներից մեկը որն է ադրբեջանցիների վերադարձը մեքենաներով, ում բառերն եմ կրկնում Իլհամ Հեյդար Օղլի, այո, իր բառերն եմ կրկնում, այո, երբ որ վերջին եվրոպական միջոցառումների ժամանակ վերջերս բայց սկսել է չխոսել այդ մասին իդեպ Ալիևը
իր վերջին ակնհայտ է, որ հարցազրույցներում Ալիևը մասնակցում է Նիկոլի քարոզչական PR պրոցեսներին եւ իրենք անմիջական կապի մեջ են, դա նոր չի դեպ։ Ավելին ասեմ, մինչև 21 թվականն էլ է կապավորներ եղել, տարբեր տիպի, հիմա արդեն նաեւ նախկին կառավարության որոշ անդամների տեսքով։ Ընդհանուր քարոզչական պրոցեսների տեսանկյունից, օրինակ, եթե վերադառնանք այդ թեմային, ուժեղ Հայաստանը առավել սոցիալական կենտրոնացության քարոզարշավը իրականացնում, հա, այսինքն հաջողված բիզնեսմենի գաղափարը, նրա շուրջ տեխնոկրատ, այսպես հաջողված փոքր տրամաչափի մենեջերների գաղափարները, դրական էմոցիաներ եւ այլն։ Քաղաքական դե իհարկե կարեւոր է, որովհետեւ մի զգալի մարդիկ գյուղերում, քաղաքներում սոցիալ-տնտեսական խնդիրներով են ավելի շատ ապրում։ Այսինքն քաղաքական երկխոսությունը իրենց համար միշտ չի որ առաջնային է։ Դա չի նշանակում որ ուժեղ Հայաստանի մոտ քաղաքական օրակարգ չկա, այդտեղ կա հստակ եւ շատ կոնկրետ է նշում, այդում նաեւ անվտանգային էլեմենտների մասով, այսինքն ուժային բալանսներ, երաշխավորներ եւ այլն, եւ վերջերս Նարեկե Կարապետյան իրենց կոորդինատորը հենց խոսում էր մեղրից, խոսում էր այդ TRIP-ի երաշխավորների բացակայության եւ այդ վտանգների մասին։ Դասական քաղաքական քարոզարշավը իրականացում Հայաստան դա չկա։ Այսինքն ինքը նաեւ կայացած քաղաքական միավոր է եւ դա տրամաբանական է, հա։ Այնտեղ երկի չի նշանակում որ տնտեսական էլեմենտ չկա, մի հետաքրքիր բան գաղափար ունեն գյուղատնտեսության հետ կապված, որ գյուղատնտեսական աշխատանքը դիտում է որպես ստաժ։ Հասկանում դա ինչ սոցիալական կարևոր շեշտադրում ունեցող պրոյեկտ է։ Դա իհարկե դեռ պետք է կարողանալ անել։ Բայց այստեղ խնդիրը միտքը մի քանի անգամ այսպես շեղեցի, հիմա կանդրադառնանք բոլոր հետևանքներ վտանգներին, բայց եթե հնարավորություն տամ ավարտեք ձեր միտքը, ինչ խորհուրդներ ունեիք քաղաքական PR-ի առումով, հա, երբ ասում եք գնալ տնետուն, այս մասը ամփոփենք ի վերջո։ Ինչ պետք է անի։ Եթե դուք եղել եք երբևէ իշխանություն, ես խոսում եմ ինչ որ քաղաքական միավորի մասին, հա, կամ այդ դաշինքների մեջ գտնվող քաղաքական միավորների մասին, դուք պետք է ընդունեք, որ դուք ժամանակին սխալներ եք ունեցել։ Մարդիկ պետք է հասկանան, որ սխալների համար ներողություն խնդրելը դա նաև ուժի նշան է։ Ներողություն անկեղծ ազնիվ քո սեփական քաղաքացուց, որևէ մեկը արդյունավետագույն մենեջեր չի ծնվում։ Սխալների ճանապարհով են նաև դառնում, հա, բաբշե այսպես կյանքի կտրվածքով է այդպես, հա։ Հաջորդը պետք է հասկանալ մարդկանց տրամադրվածությունը, ազնիվ հետները խոսակցություն ունենալ, հասկանալ ու բացատրել, որ այն հողը, որ իրաց թվում է իրանցը, վաղը չեմիսորը կարող է Նիկոլի ձեռամբ ադրբեջանցիները գան այդտեղ ապրեն, ո՞նց են ապրելու։ Ոնց են իրենց երեխուն թողելու գնան դպրոց, հա։ Այդ միֆերը, որ կոչվում է խաղաղություն, դրանով հայաստանցիներին կերակրում են դեպի ճանապարհ, դեպի սպանդանոց այդ պրոյեկտի շրջանակներում։ Թե Ադրբեջանը, թե Թուրքիան տնտեսապես մեզանից շատ ավելի գործուն ու ռեսուրսապահովված են, հա։ Եթե մենք հարաբերությունների կտրուկ լավացում ունենանք, միանգամից մեր գյուղատնտեսությունը վերանալու է։ Պետք է մարդկանց բացատրել, որ հարգելից, եթե դու ապրում ես մի հեկտար հողով կամ այդ 1500 քառակուսի մետր հողով, այդ հողի հետ կապված հետո խնդիրներ ես ունենալու։ Դու ուղղակի ճանապարհ չես ունենալու ապրելու համար։ Այսինքն մարդկանց պարզ, կոնկրետ, անձնական, պետք է մարդիկ ջերմություն զգան, պարզ բարևել մարդկանց, ոնց եք, իրանց կենցաղ, որտեղ մարդիկ շատ վատ են ապրում, հասկանում եք, գալիս խափում են, ինչ որ մարդիկ մանիպուլյացիաներ են իրականացնում, մարդիկ հուսահատ, միամիտ Մարդիկ ինֆորմացիոն հոսքերի կենտրոններից դուրս են, Երևանում չեն ապրում, մարզերում են ապրում, կորած գյուղում են ապրում, հա, այդ գյուղի կապի միջոցը մի հատ ասֆալտած ճանապարհ է։ Այդ գյուղապետը գալիս ասում է, տեսա՞ր ասֆալտել են ճանապարհը, ուրեմն իրանք լավն են, այդ ճանապարհով թուրքերն են գալու։ Հասկանում եք։ Թուրքերն են գալու։ Պարոն Ղևոնդյան, անդրադառնանք հնարավորություններին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ասում է, ես վերցնելու եմ սահմանադրական մեծամասնություն, այլ նույնիսկ հստակ խորհրդարան անցնող ըստ սոցիոլոգիայի ուժերին ասում է ամեն ինչ անելու են, որ անցողիկ շեմը նույնիսկ դուք չհաղթարեք։ Ինչ լծակներ ունի իշխանությունը, սա ինչ սպառնալիք է, ինչ է խնդրեմ։ Նախ մեծախոսության մասին եք դուք ավելի շատ խոսում, քան թե խոսում եք սպառնալիքի մասին, որտեղ ինքը չի որոշում ով կանցնի, ով չի անցնի։ Կարծեմ Ոմն Փաշինյանը 18 թվականին ասում էր որ քաղաքացին է պետության տերը, ղեկավարը եւ այլն եւ ինքն է ընտրում, հա, ես վերջերս էլ այդ մասին խոսում, չէ։ Ասում էր 40 անգամ ասես դուք եք ձեզնից է կախված, հետո բար այդ իրանից կախված, չէ։ Եվ այդ մեկը դու ես։ Քաղաքացին, այո, ասում են այդ մեկը դուք եք, երկրորդը տեխնոլոգիաները տարբեր են, հա, մարդիկ կարող են ահաբեկել, հա, ասենք վարչական աշխատողներ են, չէ, խաղաղային կամ գյուղական համայնքներում եւ այլն։ Կարող են, չէ, պայմանավորել, ասել օրինակ մտնում եք ընտրատեղամաս, ընտրատուփի մոտ ձեր ընտրած քվեաթերթիկը նկարում եք, հա։ Այո, տարածված կարծիք է սա։ Այո, օրինակ մի գործիք, հա, հետո բերում եք հաշվետվություն եք տալիս եւ այլն, հա։
Հիմնականում ընտրակաշառքը օրինականացվել է տարբեր տիպի, այսպես աշխատավարձային բարձրացումների մասով եւ այլն։ Օրինակ, երեք Միրզոյան Արարատը արտակարգ նիստ էր ԱԺ-ում, ԱՊՀ-ը, դիվանագետներին հավասար կաշառք դիվանագետին process-ի շրջանակում, ինչի 5 ամիս առաջ այդ չէին անում։ Հասկանում եք, ես դրա համար եմ ասում, կաշառք քաղաքացում process-ը գնում, որը բավական ակտիվորեն ու զանգված էին անգամ դիվանագետական շրջանակներում, հասկանում եք։ Ու այդ չի կարող այդ ամենը էֆեկտ չունենալ։ Բայց այդ ամենով հանդերձ հնարավորություն ունեն մտածող մարդիկ պետք է հասկանան ինչու են այդ անում։ Մեծամասնությունը ես չեմ կարծում, որ որևէ մի թիմ ոչ միայն համանդրական մեծամասնություն, այլև բարձ մեծամասնություն, այսինքն 50+1% կանցնի։ Ես կարծում եմ, որ հարաբերակցությունը կարող է լինել մինչև 42-45 մաքսիմում, եւ մենք կարող ենք ունենալ երկրորդ փուլ։ Բայց այստեղ խնդիրը գիտեք ինչու՞մ է, որ հասարակությունը երկատվում է, արճակատման բավական հստակ ու տեսանելի մեսիջներ եմ ես տեսնում, եւ այստեղ դերակատարներ են նաեւ ռեգիոնալ պետությունները, հա։ Ես չեմ բացառում, որ ռեգիոնալ երկրներից առնվազն երկուսից տարբեր այսպես ներգրավվածության մարդկանց հոսքեր են եղել Հայաստան եւ հետընտրականի ժամանակ միգուցե դա կերևա։ Երկրորդը եվրոպական համայնքից ռեգիոնալ երկրներ, որ երկրների նկատի ունեք Թուրքիա եւ Ադրբեջանի մասն եմ ասում։ Սա եզակի դեպք չի, եղել է նաեւ դիմադրության շարժման ժամանակ եւ այլն եւ այլն, հա։ Հաջորդ գործիքը, որ ազդեցություն ասելով պարոն Ղևոնդյան, ես փակածել չեմ։ Նկատի ունեք գալու են որպես ընտրող։ Ոչ։ Հետընտրական process-ների հետ կապված է ես ասում, բայց փակագծերը դեռևս չեն բացի։ Հաջորդ գործիքակազմը դա եվրոպացիների ներազդեցություններն են, թե տեղում աշխատանքի մասով, թե սոցցանցային YouTube-յան հարթակներում արդեն կան ցուցակներ, թե ում հետ ոնց պետք է աշխատել, այսինքն ում գրառումների դիտողականություն եւ այլն պետք է սահմանափակել այդ հիբրիդային պատերազմների գործիքակազմը։ Այ կարևոր կետի եկակ ով է ի վերջո հիբրիդային փոխադարձ մեղադրանքներ ենք լսում, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում, Ռուսաստանը Արևմուտքին։ Ով է ի վերջո ազդում Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա։ Հայաստանում տարբեր մակարդակի ազդեցության շրջանակներ, շերտեր կան եւ սուբյեկտներ, տեխնոլոգիաները մի զգալի մասով միանման են, աշխատում են ամեն մեկը ըստ իրենց օրակարգերի, ըստ իրենց շահերի։ Դա գեոպոլիտիկ արճակատման էլեմենտներից մեկն է, ոչ ավելին։ Այն մարդիկ, ովքեր իսկ հիմնականում մենք առաջինը լսում ենք այդ հիբրիդային ձևակերպը շատ մոդայիկ է դարձել, արևմտյան շրջանակներում, ասեմ դες Հայաստանում գործում են հիբրիդային գործակալական ցանցեր մոտավորապես 2000-ականների սկզբներից չէ, բայց 2010-ականներից ավելի շատ, հա, 2000 մինչև 10 թվականը ձևավորվել են ու կառույցները, հիմնադրամները, ՀԿ-ները, այդ տարբեր տիպի հեռուստաալիքները, մեդիաները, հետաքննող տարբեր լրագրողներ, տարբեր տիպի տրեյնինգային կազմակերպություններ, չէ, հիբրիդային էլեմենտներ, չէ, հիբրիդային էլեմենտներ են, մեկը նախապատրաստող, մեկը իրականացնող, մեկը հետագան վերահսկիչ, հետո ցանցային հասարակություններ ստեղծեցին հիբրիդային պատերազմի էլեմենտներ են իհարկե։ Դրանք ունեն քարոշչական ամենատարբեր այսպես խնդիրներ, օրինակ այդ հայ-ադրբեջանական այդ հաշտության ինչ-որ հարթակներ կան, չէ, էքսպերտային Այդ հիբրիդային տակ մտնում իհարկե։ Ալիևը լիովին ու ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի մեդիա դաշտում, օրակարգեր է ստեղծում, հրահանգներ է տալիս, հրապարակային այդ թվում նաև։ Օրակարգը գցում են դաշտ, սկսում են էփել, հետո սկսում են իրականացնել։ Այսինքն դրանցից նույնպես կախված է ընտրությունների ելքը, շարունակելու։ Այնուամենայնիվ մեդիա ինֆորմացիոն ցանկացած մշակում, վերամշակում, լոբինգ, անդադար կրկնել, երբ որ դուք ամեն առավոտ ձեր դիմացի հարևանի դուռը ծեծեք, ասեք իրան ենթադրենք դու, չգիտեմ, դավաճան ես, վերջում ինքը դավաճան է դառնալու։ Հոգեբանական ներազդեցության այդ գործիքները էֆեկտներ ունենում են իհարկե։ Պետք է նաև մարդկանց օգնել, դրա համար եմ ասում, մարդկանց հետ անհատապես աշխատել։ Դա ռեսուրս է պետք դրա համար իհարկե ունենալ։ Պետք է գալ բակեր, բացատրել, ոչ թե ուղղակի գալ ասել, չգիտեմ, X-ին ընտրեք, Y-ին ընտրեք, դա չի աշխատելու։ Հանրահավաքները փաստորեն դասական եւ հնացած։ Հանրահավաքները դրանք այդ թվում նաև հանրահավաքները տարբեր նպատակներ կարող են ունենալ։ Դա կարող են ունենալ ուժի ցուցադրության էլեմենտ, դրանք կարող են գեոպոլիտիկ եւ ներքաղաքական օրակարգեր ձևակերպելու նպատակ, այսինքն մեսիջներ կա, որ պետք է լայն հանրությանը այսպես ներկայացվի ու հանրայնացվի, դա ուրիշ խնդիր է, հա, բայց միայն հանրահավաքով իհարկե կորզաշով չի կարելի կազմակերպել։ Պետք է անհատական մոտեցում։ Դուք երկրորդ փուլ էլ կանխատեսեցիք, բայց մինչև երկրորդ փուլին, այո, ենթադրություն է։ Բայց չկա նաև վարկած, որ ի վերջո ընդդիմությունը կարող է ձայները միավորելով, Գյումրի սցենարը շատ իշխանությունը կանխատեսում, որ հնարավոր է ընդդիմությունը կարողանա միավորվել եւ իշխանություն վերցնել։ Այս վարկած ինչպես եք դիտարկում։ Այսինքն հենց առաջին փուլով տարբեր սցենարներ դիտարկել, այսինքն ձեր ասած սցենարը իհարկե գոյության իրավունք ունի,
բայց գիտեք ինչ, ներեն Հիմա դիմադիր երբ նայում ենք նաև սոցիոլոգիական հարցումները, այսպես փորձելով իրար գումարել ձայները, թե չեք հավատում հարցումներին։ Սոցիոլոգիական հարցումները Հայաստանում դարձել են հանրային դիրքորոշումների վրա ազդեցություն գործելու գործիք։ Սոցիոլոգիական հարցումների մի մասը բացարձակ իրականության հետ ոչ մի առաղերս չունեն։ Մի մասը ցանկալին իրականության տակ ներկայացնելու խնդիր են նաև լուծում։ Կան օբյեկտիվ ինչ-որ հարցումներ եւ ես էլ եմ ստանում այդ փակ հարցումները եւ այլն, այնտեղ էլ կան իհարկե շեղումներ եւ այլն, հա։ Խնդիրը հետեւյալն է, անդիմությունը պետք է հասկանա, որ սա ազգային ազատագրական պայքարի էլեմենտ է։ Սա իշխանության հասնելու խնդիր չի։ Գիտեք պետության վիճակը ինչպիսին է, ով կցանկանար գալ այսպիսի Հայաստանում իշխանության, ոնց են այդ խնդիրները լուծելու։ Դուք դարձյալ կանխորոշեցիք իմ հարցը, ես հենց դա էի ուզում հարցնել, պարոն Ղևոնդյան։ Տեսեք, երբ նայում ենք նաև քարոզչական թեզերը, ծրագրերը ընդդիմադիր ուժերի, ի վերջո որքանով են իրատեսական այդ ծրագրերը, այսինքն հնարավոր է այս իրավիճակում գալ, վերաբանակցել խաղաղության պայմանագիր, թրիփը դարձնել մեր շահերին ի նպաստ, բալանսավորել արտաքին քաղաքականությունը, Հայաստանում դեօկուպացիա իրականացնել, որովհետև ադրբեջանցիները հստակ մեր տարածքում են, սահմանազատման խնդիրն է ի վերջո արժևում եւ հիմա հստակ Հայաստանն ու Ադրբեջանը ասում են, որ նոր փուլեր են սպասվում, հնարավոր է այդ բոլոր հարցերը լուծել, եթե վստահում ենք ընդդիմությանը եւ նրանց ծրագրերին։ Ես կարող եմ ասել, որ կան ընդդիմության մեջ կադրեր, շրջանակներ եւ անձինք, ովքեր իրենց ներուժի եւ փորձառության հիմքով իհարկե կարող են բոլորը եւ միարժեք Հայաստանակենտրոնության դիրքերից չէ, բայց մի զգալի մասով կարող են ունենալ այլ վիճակ, քան կա։ Այստեղ շատ կարևոր է թե ով է բանակցողը կամ ովքեր են բանակցողները, ովքեր են պատասխանատուները եւ իրենք ինչ հարաբերություններ ունեն գեոպոլիտիկ կենտրոնների հետ։ Եթե ես վստահ եմ ընդդիմության իմ համար ընկալելի ընդդիմության շրջանակներում չկան քաղաքական այնպիսի տհաստեր, որոնք ուժային բևեռների գեոպոլիտիկ կենտրոնների արչև դռներ են շրխկացնում կամ քարոզչական հակահիգենիկ պահվածք են դրսևորում։ Չի կարելի որևէ մեկի հետ խոսել այնպիսի բառապաշարով եւ այնպիսի տոնայնությամբ, այդ ու նաեւ Թուրքիայի հետ։ Ինչպիսին խոսում է Հայաստանի գործող այսպես խմբակի տարբեր ներկայացուցիչներ, երկրորդ ջութակը, երրորդ ջութակը, այնտեղ դերաբաշխում արած, հա։ Անգամ Թուրքիայի հետ, անգամ Ադրբեջանի հետ։ Իհարկե, եթե մենք խնդիր ունենք պետությունը ծնկած վիճակից ոտքի հանելու։ Դուք հասկանում եք Հայաստանի տեսականար թշնամիներ չպետք է կերտել։ Այո, շատ ճիշտ եք ասում, թշնամիներ, նոր թշնամիներ պետք չի կերտել, բայց այդտեղ հարց առաջում, հետեւաբար ես վստահ եմ նրանք հիմար չեն։ Ինչու են այդպես անում։ Ուզում են նոր թշնամիներ ունենան։ Միգուցե օրակարգը հետ է դրած։ Ես դրա համար եմ ասում, Հայաստանի գոյության հետ է կապված այս ընտրությունը, ոչ թե Հայաստանում թե ով կլինի իշխանության, դրանից բխող լիազորությունների տեսանկյունից։ Մենք պետք է առաջնորդվենք այն խնդրով, որ այն նպատակով, որ պետք է ազատվել ուռուցքի կենտրոնից, որպեսզի մետաստազների դեմ գնանք։ Մարդիկ միշտ միամիտ են, մարդկանց միշտ կարելի է համոզել, խաբել, հուսադրել, ասել, որ ամեն ինչ լավ է լինելու, մի քիչ պրեմիա տալ, սոցիալ-կենցաղային մտածողություն ունեցող մարդիկ, որտեղ այդ օրը իր երեխեն կոշիկ չունի, ծակա, պետք է փողը 20000 դրամ իրան պետք է լինելու, հասկանում եք։ Ինչի՞ եք մենք միշտ վերամբարձ գաղափարներ խոսում։ Մարդիկ տեղերում շատ անօգնական է, դրա համար եմ ասում, մարդկանց հետ պետք է անհատապես խոսել։ Որևէ մեկը տեցել չեկա մեր շենքի կողքի այդ փոքրիկ կրպակին բացատրել, որ իրենք այլևս երբ որ իշխանափոխություն տեղի ունենա, հա, 0%-ով են, բանը միկրոբիզնեսը 0%-ով են աշխատելու։ Ու այդ կինը իհարկե չի հավատալու որևէ թեզի, ինչ որ հնչեցվում է հեռուստատեսությամբ լսվում են բազմաթիվ թեզեր, որ մեկին այդ մարդիկ կենցաղային իրական, այո, իհարկե կենցաղային խնդիրներ ունեն, դրանից մարդկանց հետ անհատապես է պետք շփվել։ Իրական Հայաստաններում քաղաքագետ, այնուամենայնիվ ես թվարկեցի մի քանի կարևորագույն այս բայդրությամբ մեր քաղաքական անվտանգային առումով կարևորագույն խնդիրներ, որպես քաղաքագետ այնուամենայնիվ հնարավորություններ տեսնում եք այդ խնդիրները լուծելու։ Ադրբեջանի հետ հարաբերություններում ռեալ տեսնում եմ այդ հնարավորությունները, հարաբերությունները կարելի ասել գլխի վայր կփոխվեն, ոչ հոգուտ Ադրբեջանի, բայց խնդիրը այն չի, որ խաղաղություն չի լինի։ Հստակ կարծես սպառնաց Բայրամովը ասում է ռևանշիստները եկան վատ հետևանքներ է լինելու, ինչպես է հոգուտ մեզ փոխվելու իրավիճակը։ Դուք չեք նկատում, որ նույն տեքստը ասում է Հայաստանի գործող վարչապետը։ Այո։ Հիմա Ֆիդանը ասում է մեր համար շահեկան տեխնացու գործող վարչապետն է։ Գործող վարչապետը ինչ է սպասարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի փաթեթի մասով, ամբողջական փաթեթներ, չէ՞։ Հայաստանը ինչ է ստացել դրանից, ոչ մի բան։ Կարող եք ասել մի ձեռքբերում, որ Հայաստանը ստացել է։ Այդ ու նաեւ խաղաղության տեսանկյունից սահմանին չկրակել է, դա խաղաղություն չի։ Դա հրադադար է։ Հրադադարի ժամանակ էլ չեն կրակում իդեպ ասեմ։
Հետևաբար պետք չի արհեստական թեմաներ վաճառել հասարակության վրա խաղաղության կես թեզի տեսանկյունից։ Խաղաղությունը այդ ու նաև թուղթը չի։ Խաղաղություն դա ուժային բալանսն է։ Եթե դու անհրաժեշտ չափ ուժեղ լինես, հակառակորդը շատ երկար կմտածի, հարցակվի քո վրա, թե չէ։ Հիմա հարց ինչի մինչև 20 թվականը Ադրբեջանը չէր հարձակում Հայաստանի վրա։ Մի անգամ ունեցել է հետախուզական, այսպես 4-օրյա, այսպես պատքարորյա պատերազմ ունեցանք, Ադրբեջանը եռապատիկ շատ զոհ տվեց, հա։ Դրանից հասկանում եք, ինքը ուզում էր հասկանալ ատամ կարող է գցել Հայաստանին, թե չէ։ Հարձակվեց երբ որ կարող էր, երբ որ ազդանշանը եղավ Ստեփանակերտի հրապարակից, գործող վարչապետից եղավ, հասկանում եք։ Խնդիրը այնա, որ խեղճ մարդկանց ուզում են խաբել։ Մարդիկ հոգնել են, մարդիկ վատ են ապրում, կյանքը թանկացել է։ Պարզ մարդիկ աշխատանք չկորցնելու համար իրենք կարող են գնալ մտնել քարոզչական թեզերի։ Ենթադրենք իշխանությունը փոխվում է կամ ընդդիմություն է, այսպես կոալիցիոն կամ ընդդիմադիր առաջատար ուժերից մեկը գալիս է իշխանության։ Ադրբեջանը չի հարձակվելու, սա հստակ հարց է, որի պատասխան ուզում է մեր հասարակությունը լսել։ Որովհետև տպավորություն են փորձել ձևավորել եւ կարծիք, որ իշխանությունը փոխվեց, հեսա պատերազմ է լինելու։ Ադրբեջանը չի հարձակվի, երբ որ Հայաստանում բանակցողը փոխվի, ով կարող է հարաբերություններ եւ կհաստատի հարաբերություններ գեոպոլիտիկ կենտրոնների, բևեռների, Մոսկվայի, Վաշինգտոնի, Թեհրանի հետ, բայց որակապես այլ հիմքով այդ ժամանակ Ադրբեջանը չի հարձակվում։ Պարոն Ղևոնդյան, հասցնենք անդրադառնալ նաև այս արտաքին քաղաքական բաժանվածությանը, այսպես ասած, ես ուզում եմ հասկանալ ի վերջո, ինչ են ուզում Հայաստանի իշխանությունները, երբ հիմա այսպես Ռուսաստանի հետ ինչ-որ առճակատման մեջ են, ի վերջո նպատակ ունեն Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու թե ոչ, եւ եթե նույնիսկ նրանք վերընտրվում են, ինչպիսին են լինելու դրանից հետո արդեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև նույնիսկ Ռուսաստանում տեսնում ենք, որ կոչեր կան, որ Ռուսաստանը չընդունի Հայաստանի ընտրությունների արդյունքները։ Ռուսաստանում կարող են տարբեր դրամաչափի կոչեր լինել, տարբեր օղակների կողմից։ Հակառուսականությունը դեռ ամիսներ առաջ, անգամ տարի առաջ, այդ մասին ես եմ խոսել, որ լինելու է այս ընտրությունների սլոգաններից մեկը, այսինքն հակառուսականության շուրջ որոշակի այսպես մոբիլիզացիա իրականացնել։ Ես չեմ կարծում, դրա համար են հիմա սրել։ Ես չեմ կարծում, որ իրենք այդ լոգիկայով այստեղ լուրջ մոբիլիզացիա են ապահովելու, որովհետև մենք կարծում ենք, որ ընտրություններին մասնակցողների թիմերը կունենան այլ կոնֆիգուրացիա, պարզվեց, որ ոչ այդքան, այսինքն եվրոպական սեգմենտը այստեղ ավելի շատ կլիներ ու ավելի տեսանելի կլիներ ու տեսակարարքիչը ավելի մեծ կլիներ, բայց հավանաբար քաղաքական առևտուրը եւ տեխնոլոգիական նպատակարարությունից բխելով իրենք չեն գնացել դրան եւ ունենք այդ վիճակը։ Հակառուսականությունը դա այն հիմնական խաղաթուղթն է, որով գործող վարչապետը ընկալվում է Եվրամիության, որովհետեւ ուրիշ ոչ մի բան չունի։ Ինչ պիտի առաջարկի Եվրոպային։ Աջակցություն է ստանում։ Այո, իհարկե, ու այդ մասին իրենք բացահայտ ասում են, հա, եւ մի անգամ չեն ասում, Հայաստանում էլ ասեցին, բարբերաբար են ասում եւ այլն եւ այլն։ Գեոպոլիտիկ առումով մեր տիպի պետությունների կշիռն ու բովանդակությունը արևմուտքի համար դա բացառապես հակառուսականությունն է, բայց դա խնդիր կա։ Դուք հավանաբար չեք տեսել, որ Հայաստանի գործող վարչապետը շատ սուր հարցադրումներ անի Ռուսաստանի դեմ։ Ինքը ավելի շատ խոսում է ինքնիշխանությունից, Հայաստանի անկախությունից, այսինքն ասում է Արցախը տվեցինք, որ Հայաստանը մնա եւ այլ, հասկանում եք ինչ մանիպուլյացիաների մասն է խոսում, բայց չի խոսում նրա մասին, որ Հայաստանի գոյության երաշխավորը Ռուսաստանի դաշնությունն է, դաշնակցային հարաբերություններով եւ այն սահմանի վրա կանած այն զինվորով, որ այս պահին հսկում է այդ սահմանը։ Հասկացեք, աշխարհում միջազգային իրավունք այլևս գոյություն չունի, կա ուժի իրավունք, հա։ Թուրքիան, երբ որ նայում ենք Թուրքիայի սահմանները, տեսնում ենք, թե իր հարևան բոլոր երկրների հետ կապված տարածքային խնդիրներն ու այն իմաստով, որ մտել վերցել են ուղղակի, հասկանում եք։ Սկսած Հյուսեին Աֆրիկայից ի դեպ, հա, իր հարևանը չի, բայց Հյուսեին Աֆրիկայում ներգրավվածություն ունի։ Ինչ դա խանգարելու Հայաստան մտնեն վերցնեն, հա, երբ որ զգան, որ դրա համար անհրաժեշտ կոնյունկտուրա կա, Հայաստանը դատար կա եւ այլն եւ այլն։ Այստեղ դուք ասում եք Հայաստանի իշխանությունները չեն խոսում, դրա մասին բացը երևի թե սկսել է լրացնել Ռուսաստանը։ Հիմա Ռուսաստանը պարբերաբար տարբեր պաշտոնյաների մակարդակով ասում է, ձեզ փորձում են կտրել ձեր հիմնական անվտանգային համակարգից եւ փոխարենը ոչինչ չեն առաջարկում։ Իրենք են սկսել խոսել հետևանքների մասին։ Ինչ են լինելու հետևանքները։ Ի վերջո, ենթադրենք ընտրվում է, լավ, հիմա դիտարկենք նախընտրական քարոզարշավ է գուցե իշխանություններին պետք են հակառուսական թեզեր, պրծավ քարոզարշավը, ենթադրենք ընտրվեցին, ինչ են անելու, հապկից են դուրս գալու, ինչ կանխատեսումներ։ Շատ դրամաբանական հարց եք տալիս, խելամիտ հարց եք տալիս, թե հետևանքները կարող են լինել կատաստրոֆիկ ծանր։ Ես այսպեսի մի բան ասեմ, անվտանգությունից փորձեմ սկսեմ, հետո շարունակեմ։ Հայաստանի զինված ուժերը մոտավորապես 90%-ով ռուսական զինտեխնիկայի հիմքով են։ Ասենք այդ հրետանին որ կա, ռուսական արկերով են դրանք կրակում, հասկանում եք։ Եթե ռուսների հետ հարաբերությունները փոխվում է, այդ արկերը էլ չես կարողանալու գտես։ Տեխնիկապես բայց շատ բարձ օրինակ բերեցի, հա։
գազի մատակարարումներ, արտաքին առևտրի ամբողջ բալանսի մեջ Ռուսաստանի ներգրավվածությունը մոտավորապես 40% է, մոտավորապես։ Թվերով, եթե իմանա ես հարցակներ, թվերով կարող եի ասել, հա։ Դու չունես ուրիշ շուկաներ, որտեղ ինքնադրսևորվելու ես, հա։ Այն փոքրիկ արդյունաբերությունը, որը մերդում է, գյուղատնտեսությունը, որի հիմնական արտահանման սեգմենտը անցում, գրում է Ռուսաստան, այսինքն եւ ԵԱՏՄ երկրներ, ո՞նց ես լրացնելու։ Որևէ էլեմենտ չունես։ Ռուսաստանից նվազող քանակի, բայց էլի անհրաժեշտ չափ ֆինանսներ է մտնում Հայաստան։ Որտեղից է գալու այդ միջոցները։ Ռուսները որ փակեցին, ինչ ես անում։ Կարծում եք գնալու են այդ քայլին իշխանությունները։ Գիտեք ոնց, մի քիչ թերահավատեմ, Հայաստանի վարչապետը շատ լավ գիտի, ինչև ինչքան է հակառուսականություն խաղալու։ Շատ լավ հասկանում է, ինչև շեմը որն է։ Փորձում է գինը բարձրացնի ռուսների մոտ։ Ռուսներն էլ հասկանում են, որ ինչ ստանա։ Որ ստանա հավանաբար վստահության մանդատ։ Հավանաբար։ Այն նկատեք, Ռուսաստանի ղեկավարը ասեց, մեր համար հայ ժողովուրդը հարազատ ժողովուրդ է։ Իրանք այլևս խոսում են Հայաստանի ժողովրդի հետ։ Դա արդեն որոշում է նաև։ Հասկանում եք։ Իդեպ ասեմ, ռուսները Փաշինյանը եթե փորձի չի ստանալու վստահություն։ Ես չեմ կարող վստահորեն ասել, որովհետև դա գերտերություն է, կոնյունկտուրային շահերը կարող են արագ փոխել, ինչ որ մի փուլ օգտագործեն գեոպոլիտիկայի տեսանկյունից, հետո պայմանական դեն նետեն, մի քիչ վուլգար եմ ասում, բայց քաղաքականությունը մեծ դրամաչափի մեջ հենց այդպես էլ կա, հա։ Խնդիրը հետեւյալն է, որ պետությունն ու ժողովուրդը իհարկե տուժելու է։ Ամեն մեկի դա կաշվի վրա է զգալու։ Եթե հունիսի ընտրություններում գործող իշխանությունը վերարտադրվեց։ Ասեմ ավելին, ընտրություններով էլ չի որոշվելու միայն խնդիրը, անխուսափելիորեն լինելու են հետընտրական պրոցեսներ։ Այ սրանով էլ ավարտենք, ինչ պրոցեսներ եք դուք կանխատեսում հետընտրական։ Հետընտրական տարաբնույթ, տարակերպ պրոցեսներ, ավել ոչինչ չասեմ։ Խոսքը ես ուզում եմ փակագծեր բացեք, միայն ինչ որ ցույցերի մասին է, թե նաև հնարավոր է ինչ որ Ցույցերը դրանք էլեմենտներից մեկն են։ Հայաստանյան ընտրություններում կա գեոպոլիտիկա, կա անձնական փոխհարաբերություններ նաև, կա ներիշխանական եւ ներընդդիմադիր օրակարգեր եւ իշխանություն ընդդիմություն օրակարգեր եւ իհարկե կա ասֆալտ։ Ասֆալտը, որի վրա պայքար է տեղի ունենալու իշխանության հետ կապված փոփոխությունների մասով։ Ես չեմ բացառում, որ դրան կմասնակցեն նաեւ հենց այն հարևան երկրներից ինչ որ շրջանակներ, որոնք վաղուց պատրաստ են։ Որոնք եկել էին Հայաստան, դուք ասացիք։ Եկել եւ գնացել են մի քանի անգամներ, այո, երբ։ Փակագծեր չեք բացելու։ Շնորհակալ եմ ես ձեզ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Ալեն Ղեմոնդյանի հետ, կհանդիպենք վաղ նույն ժամին, լավ եղեք։